Կինն ավազանի եզրին հրեց մահացած կենգուրուին, իսկ այնուհետ, ուշադիր զննելով նրան, հայտնաբերեց զարմանալի գաղտնիք երեխայի համար նախատեսված պարկի մեջ։ Նա զգուշորեն հանեց փոքրիկին, փաթաթեց մաքուր բամբակյա կտորով և վերցրեց իր հետ։ Կինը նույնիսկ չէր պատկերացնում, որ այս որոշումը նրան կբերի անձնական թիկնապահ։ Որպեսզի հոգ տաներ կենգուրուի մասին, նա կշռեց նրան, ապա սկսեց կերակրել կաթով։ Ուտելուց հետո, իհարկե, քնել է պետք, և հաշվի առնելով փոքրիկի սովորությունները, կինը հատուկ քնապարկ պատրաստեց նրա համար։ Դատելով դեմքի արտահայտությունից, կենգուրուն գոհ մնաց այդ նվերից։ Կնոջ հոգատարության շնորհիվ կենգուրուն օր-օրի մեծանում էր, դառնում ավելի քաղցր, իսկ նրա փարթամ ու գունագեղ մռութը ջերմ զգացումներ էր առաջացնում։ Կինը նրան շատ էր սիրում, հագցնում էր տաք դիրներ և կերակրում նույն կաթով, ինչ իր երեխային։ Հնարավոր է զգալով այդ սիրո ջերմությունը, կենգուրուն շատ հնազանդ էր պահում իրեն ու կնոջը ընդունել էր որպես մայրիկ։ Որ կողմ էլ որ կինը գնալիս լիներ, փոքրիկը միշտ հետևում էր նրան։ Տեսնելով նրա ջանասիրությունը, կինը երբեմն նրան բլիթներով էր հյուրասիրում։ Սակայն, քաղցր լինելուց շատ, կենգուրուն երբեմն անհանգստություն էր պատճառում, լինելով չափազանց էներգետիկ, նա անընդհատ թռչկոտում էր տունով մեկ, հատկապես այն պահերին, երբ կինը փորձում էր քնել։ Բայց կինը նրան երբեք չէր սաստում, չէ՞ որ ինքն էր մեծացրել նրան։ Նույնիսկ դերային խաղեր էր խաղում, ձևացնելով, թե ինքն էլ էր կենգուրու և դրսում նրա հետ ժամանակ էր անցկացնում։ Մի օր կինն անսպասելի բացահայտեց կենգուրուի գաղտնիքը, իսկ նա ամաչելով, միանգամից բաց թողեց իր կպչուն թաթիկները բոլորի մոտ, առաջացնելով անկառավարելի ծիծաղ։ Բայց ամենահուզիչ պահը եղավ այն, երբ կնոջ վրա հարձակվեց մեծ թռչուն, և կենգուրու կանգնեց նրա պաշտպանությանը, ինչպես իսկական թիկնապահ։ Այդ օրվանից կինը նկատեց նրանում ևս մեկ տաղանդ ուժ։ Նա տանը բռնցքամարտի պարկ տեղադրեց մարզումների համար։ Կենգուրուն չհիասթափեցրեց նրան։ Ընդամենը մի քանի շաբաթում նա մարզեց իր մկանները, դառնալով վստահություն ներշնչող։ Հնարավոր է կյանքի ջերմությունը դրսևորում է հենց փրկության պահին, նույնիսկ կենգուրուն վերածվելով հավատարիմ թիկնապահի, որը պատրաստ է քեզ պաշտպանել ամբողջ կյանքում։